Փաշինյանը ընդունել է ձեզ եւ Չի ընդունել մեզ չի ընդունել։ Վաճառաբանությունը, որևէ մի անգամ ընդունել, հետո մս հրաժարակա, ոչ մի բան։ Ասել այնա երեխեք ունի գնացի դրան զբաղվեց։ Մայրիկը առաջին անգամ ես միացել է նաև ծնողով արտաշիրիմում է պահանջել։ Ես առաջին անգամ եմ եկել, իրաց հանդեպ շատ եմ եկել, որպես արտաշիրիմի համար։ Քանի անգամ եք մեկ նամակ գրել, որ դաժե պարոն Փաշինյանն է մեզ ընդունել, չի ընդունել։ Մեկ Ալբազյանի մեր տղայիս անուն ազգանունը աղավելա նարայից։ Մարտունի տարոյումը ճարայիսել է, այնքան չիկոր էինք զովարը, արտաշիրիմի համար ենք մենք դիմում, մեզ ասեցին, որ հա կբերենք, բայց ոչ մի ներողություն չկա։ Մի քիչ առաջ չկա։ Մի քիչ էլ առաջ կարող եք ես կողմել, հիմա հստակ կձևակերպեք ձեր պահանջը։ Մեր պահանջը է մեր երեխաները, արտաշիրիմները բերենք ստեղ։ Մենք չենք կարողանում, շատ ենք դիմել, հա կբերենք, բայց ոչ մի լուր չկա։ Արցախից մենք ուզում ենք տեղափոխենք ստեղ։ 23 թվականին, 23 թվականին։ Բացի կառավարությունից որտեղ եք դիմել։ Մենք ամեն տեղ դիմել ենք, դաժե ասանք պարոն Փաշինյանի կողքն է, գնան դիմենք, իրեն էլ ասենք չեն ընդունել։ Հիմա էլ ասում մեր արտաշիրիմների նամակը չկա։ Մենք գրել ենք ստեղ ուղարկել ենք, պարոն Ալբազյանի ինքը եղել է, ինքը ամեն դեպի մեզ ընդունել ավան, հիմա որ պարոն Ալբազյանը չկա, դուրս է եկել, ոչ մեկը մեզ չեն կանչում, ասում կամ արտաշիրիմների համար, կամ անհատորացների համար։ Բայց ում համար է գնացենք զովի, որ ոչ մեկը զովացի ծնողների տեղը չի իմանում։ Իսկ որևէ վաճառաբանություն ասել են, թե ինչու չի ընդունում ձեզ։ Ասում է փթա բարը, պիտի հանդիպի Ալիևի հետ, որ թողնեն։ Բայց հանդիպում եղել է մի քանի անգամ հանդիպել։ Դե մեզ չեն ասել, մենք չգիտենք։ Դες բան մեզ չեն ասել, որ գնում ենք։ Իսկ Ալբազյանի հետ հանդիպումների ժամանակ ինչ էին ձեզ խոստանում, ինչ էին ասում, գործին ընթացքում կդրանք։ Մեզ Ալբազյանը ժամանակ ասան, այնս մենք հետաքրքրվեց, որ արտաշիրիմները համար այդ արտաշիրիմները բերենք։ Մեզ Ալբազյանը ասում։ Հիմա դուք Անդրանիկ Սիմոնյանին տնօրենի հետ որ նաև Բաքվեր գնացել, որևէ հանդիպում։ Չէ, մենք չենք գնացել, մենք ճիշտ ասած ասեցինք ամեն տեղ գնանք, երթերը որ գնանք, տեսնենք ինչ են ասում։ Հիմա դուք ինչ ակնկալիքներ ունեք այս հարցի լուծումը ինչպես եք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, այս հարցի լուծումը մեզ խաբում են ամեն օր։ Ասում են, եկեք մասիսից տաքս եք բռնում գալիս գնում, բայց ոչ մի բան չեն ասում մեզ։ Մենք կոնկրետ խոսքը չեն ասում, կամ կբերենք, կամ չբերենք, որ ծնողները ախր մի քիչ բան անեն։ Իսկ երբ որ ասում են խաղաղության ենք գնում Ադրբեջանի հետ, դուք սա ինչպես եք պատկերացնում։ Մենք չենք կարողանա Ադրբեջանի հետ թուրքերի հետ մենք մնանք։ Հա, այսքան զոհենք դու մեկ գնանք թուրքերի հետ հանդիպենք, մնանք, չի։ Իսկ Արցախ վերադարձը որքանով է իրադարձած։ Եթե ադրբեջանցիները չին, մենք կգնանք Արցախ։ Ես ոտաբովիկ եմ կգնամ։ Մենակ թե իմ երեխայի գերեզմանը գնամ։ Հա։ Հատկական լրատվամիջոցներ, ես քիչ առաջ ասացի, որ անհետ կորածի հարազատ Տաթևի